Իրանի զինված ուժերը մատը ձգանին պահած սպասում են։ Հարձակում լինի Իրանի ռազմական ուժերի վրա միանգամից հակահարված կտան։ Ես սպասում եմ Իրանին հարվածելուն եւ մի քանի այլ խոշոր իրադարձությունների առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Սերբիայի նախագահի կանխատեսած Իրանին ԱՄՆ-ի հարված հասցնելու ժամկետը մոտենում է ավարտին։ Միջազգային լրատվամիջոցները վերահաս վտանգի վերաբերյալ հղում են անում նաև Վուչիչին։ Իրանում, ինչպես միշտ, հանգիստ տոնայնությամբ ու խորհրդավոր ժպիտով ամերիկյան սպառնալիքներին է անդրադարձել Իրանի հոգևոր առաջնորդը։ Մենք չենք ձգտում հարձակվել որևէ երկրի վրա, այլ կհարվածենք յուրաքանչյուրին, ով կհարձակվի կամ կհետապնդի Թեհրանին։ Իհարկե, ամերիկացիները պետք է իմանան, որ եթե պատերազմ սկսեն, այս անգամ պատերազմը կլինի տարածաշրջանային։ Հայաստանյան քաղաքագիտական համայնքը կարծում է, որ այնուամենայնիվ ԱՄՆ-ն ընդդեմ Իրանի կդիմի ռազմական գործողությունների։ Հարց է, թե դրանք ինչ մասշտաբների կհասնեն։ Ինչքան ավելի մեծանալ լարվածությունը, այնքան ավելի վատ մեզ համար, որովհետև մենք ամեն դեպքում այդ տարածաշրջանում ենք եւ այս իրավիճակից մեջ հնարավոր նված կորուստներով դուրս գալու միակ ճանապարհը այն է, որ այստեղ տիրի խաղաղություն եւ այստեղ բախվեն ոչ թե ռազմական շահերը, այլ տնտեսական շահերը։ Եթե ռազմական գործողություններ լինեն, մենք վերացում ենք թատերաբեմ։ Լարվածության ֆոնին Իրանը զուգահեռաբար բանակցություններ է վարում Ռուսաստանի, Թուրքիայի հետ։ Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարության նիստում քննարկում է ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու սպառնալիքները։ Ըստ վերլուծաբանների, տարածաշրջանում վիճակն էլ ավելի կսրվի, եթե ռուս-ամերիկյան հարաբերությունները լարվեն Իրանի հարցում եւ մասշտաբները ընդլայնվեն։ Այս պարագայում հնարավոր է, որ Ադրբեջանը ներքաշվի Հայաստանի հետ պատերազմի մեջ, կատարելով խոշոր տերությունների, մասնավորապես Միացյալ Նահանգների հրահանգը։ Ադրբեջանը չի որոշելու եւ Իրանն էլ ոչինչ չի կարողանալու անել։ Տեսեք, Իրանի վիճակը այդքան բարդ է եւ Ադրբեջանի նախագահը շատ արագ խոսակցություն ունեցավ Իրանի նախագահի հետ, որովհետեւ Ադրբեջանը ինքը հասկանում է, որ կարող է տարածաշրջանը թիրախավորվել եւ նախապես ինքը իրեն ապահովագրում է։ Հայաստանի իշխանությունները ցավոք ամենատեպս տեսանելի, այդպես բաց ինֆորմացիոն դաշտերում կատեսը շատ пассив են կենտրոնացած են ներքաղաքական խնդիրների։ Իրանը որքան կոշտ է պատասխանում ԱՄՆ սպառնալիքներին, այնքան Թրամփը ավելի զգուշավոր է դառնում։ Սպիտակ տան առաջնորդը հիմա էլ ասում է, թե հույս ունի համաձայնության կգա Իրանի հետ։ Թեհրանը կողմնակից է Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելուն։ Ցավոք մենք կորցրել ենք վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ որպես բանակցային գործընկեր, սակայն տարածաշրջանի բարեկամ երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը նպաստում է արդյունավետ շփումներին։ Երբ որ Թրամփը հայտարարում է, որ իրենք նախընտրում են բանակցությունները, այդ դեպքում դիմացին ավելի լավ կլինի պատրաստվի պատերազմի։ Ամեն դեպքում ռազմական էսկալացիայի հավանականությունը ավելի մեծ է, քան բանակցությունների ճանապարհով կարգավորումը։ Օրեր առաջ Եվրամիության երկրները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես ճանաչեցին ահաբեկչական կազմակերպություն։ Իրանի իշխանությունները արձագանքել են Եվրամիության այդ որոշմանը։ Իրանի խորհրդարանը կոչ արել երկրից վտարել եվրոպացի ռազմական կցորդներին։ Թեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպաններին էլ կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։